Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Պարոն Թեյլոր, դուք շատ վատ տեսք ունեք, գրեք ձեր կտակը, դուք երկար չեք ապրելու։ Այո կգրեմ, ես դեռ երկար եմ ապրելու, Աստված ինձ համար Չինաստանում գործ ունի, միևնույն է եթե մահանամ, Հիսուսի հետ եմ լինելու և ես անհամբերությամբ սպասում եմ դրան։ Հադսոն Թեյլորը մի մարդու դիակից էր վարակվել, ով սարսափելի ջերմությունից էր մահացել։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կապրի, բայց Հիսուսը պաշտպանեց նրան։ Հադսոնը շարունակեց իր բժշկական ուսումը, որը պետք էր նրան Չինաստանում միսիոներական աշխատանքի համար։ 1853 թվականի սեպտեմբերի 19-ին Հադսոնը պատրաստ էր։ Նա մի նավ նստեց, որի անունը Դանֆրիս էր, և Անգլիայից մինչև Չինաստան էր նավարկում։ Նրանք նոր էին հեռացել կառամատույցից, երբ նավը սարսափելի փոթորկի մեջ ընկավ։ Ալիքները սպառնում էին խորտակել նավը և նավի ողջ անձնակազմին, բայց Հիսուսը հզոր պաշտպանը նրանց չհիասթափեցրեց։ Մի ուրիշ անգամ էլ ոչ մի քամի չկար։ Նավաստիները պարզապես ժամանակ էին անցկացնում, երբ ստորջրյա հզոր հոսանքը նավը դեպի ժայռերը քշեց։ Նավապետը հանձնվեց։ Մեր վերջը եկել է, այլևս ոչինչ չենք կարող անել։ Մի բան կա, որը կարող ենք անել։ Ինչ։ Մենք կարող ենք աղոթել և խնդրել Աստծուն, որ քամի ուղարկի։ Հադսոն Թեյլորը աղոթեց և հավատաց, որ Աստված օգնելու է իրենց։ Բացեք առագաստները։ Անիմաստ է։ Աստված քամի է ուղարկելու։ Շատ ծիծաղելի է։ Ես միայն կհավատամ այն ժամանակ, երբ կտեսնեմ դա։ Բայց համարձակությամբ ծաղրողը հետո հրաշքի ականատես եղավ։ Հանկարծ քամի ելավ երկնքում և նավը վտանգավոր ժայռերից առանց որևէ դժվարության հեռացրեց։ Հիսուսն իր պաշտպանող ձեռքը դրեց Դանֆրիս նավի վրա։ Նրանք հասան Շանհայ և խարիսխը դուրս գցեցին։ Հադսոնն ուրախությունից արտասվեց, երբ ոտքը դրեց չինական հողի վրա։ Նա այդքան ցանկանում էր չինացիներին պատմել իրենց պաշտպանողի մասին։ Դրա համար էլ նրանց լեզուն էր սովորել, որը բավականին բարդ էր, երբեմն նրա լեզուն շատ էր հոգնում։ Սիրժեսու այո, զատեսչինք, դսչեսչինք կաուսուո։ Թվում էր, թե շատ չինացիներ պատրաստ սպասում էին, որ մեկը գնա և իրենց պատմի Տեր Հիսուսի մասին, բայց նրան և ուղեկցին ամենտեղ չէ, որ սիրով էին ընդունում։ Մի գնացեք թանկչո, այնտեղի մարդիկ շատ վատն են, նրանք ձեզ կամ կսպանեն, կամ էլ բանտը կնետեն։ Եթե մարդիկ վատն են, ապա մենք պետք է գնանք այնտեղ, նրանք Հիսուսի կարիքն ունեն։ Ինչ-որ բան էր կատարվում, դրա մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։